Սարիթաղի 18 փողոցի 42 տունը ցանկացած պահ կարող է փլվել։ Տեսեք վերևում, հիմա այդ կտորները սաղ քանդված այդ գարդիրոբի գլխի վրա է, գիշերը քնած էինք, մոտ 2 օր առաջ, դմփոց եկավ, ես վախեցա, ինձ թվաց, թե երկրաշարժ ա լինում, երեխեքին վերցրել եմ, ուտեն ժամը 3-ի կողմ վազել եմ դուրս։ Սարիթաղի այս տները վաղուց վթարային են ճանաչվել եւ տարեստարի դրանց վիճակն ավելի անմխիթար է դառնում։ Արևը որ ընկնում է, շողերը այսպես ներս է թափանցում այս արանքներից։ Դուրսը երևում է, բաղնիկ զուգարանը, պատերն իրարից հեռացել են, որ տեսնեք ընդեղ հարևանի տունն երևում է։ Բնակիչները պնդում են, որ իրենց տների սեյսմականությունը վերջնականապես խաթարվեց, երբ դիմացի տները քանդեցին, իսկ սայրից եկող ջրերը լցվեցին իրենց տների տակ։ Բնակիչներից Աիդա Հովհաննիսյանի խոսքերով Դիլիջանում իր հորական տունն էր նման վիճակում։ Այդ տարածքները ըստ նրա գնել է Սերժ Սարգսյանը, որից հետո բարեկարգման աշխատանքներ են կատարվել։ Սերժը հիմա առել է բանա բաց է, այդ ջուրը գնում է, չգիտեմ որտեղ է լցվում։ Հիմա հոսքը կանգնել է։ Հիմա այստեղ քանդեցին, ոչ մի բան չարեցին։ Անցյալ տարի Սարիթաղի 18 փողոցի տներից 5-ը քանդել են, տերերին նոր տներ են տրամադրել։ Երևի նրանց տները էսի ճակ չկար, որ մերը կա։ Այսօր վթարային տներում բնակվողները նույնիսկ չգիտեն, թե ինչ պահանջեն տեղական իշխանություններից, համարժեք փոխհատուցում, թե իրենց տների ամրացում, մինչ նրանք մտածում են տան պատերի ճաքերն էլ ավելի են խորանում։